Փաշինյանն ասել էր մի անգամ կառավարությունը ես եմ, եւ դա ճիշտ է, բայց նա ոչ միայն գործադիր իշխանության միանձնյա ղեկավարն է, նա միանձնյա ղեկավարում է նաեւ օրենսդիր իշխանությունը, միանձնյա խաղաղություն է կնքում, միանձնյա Արցախ է հանձնում, միանձնյա որոշում է հեռացնել Հայաստանից եվրոպական դիտորդներին եւ դուրս գալ Մինսկի խմբից, միանձնյա որոշում է փոխել սահմանադրությունը եւ հիմնադրել 4-րդ Հայաստանի Հանրապետություն։ Դա քիչ է, նա միանձնյա ղեկավարում է նաեւ դատական իշխանությունները, չէ՞ որ ասեց վերջերս այդ որ մի դատախազն է մերժելու Հայաստանի վարչապետի ասածը։ Եվ իսկապես նա SMS-ներով կամ հեռախոսազանգերով մարդկանց բանտ է ստացնում, հանում է գործից, բայց սա էլ ողջ ճշմարտությունը չէ։ Նա նաև հոգևոր մեր կյանքի եւ իշխանության միանձնյա ղեկավարն է։ Նա հանում եւ նշանակում է կաթողիկոս, ինչն առաջ համարվում էր կներեք արտահայտությունից համար Աստծո գործը։ Что? Шляпу сними. Բայց Փաշինյանը ընտրված վարչապետ չէ, նա ընտրյալ է, եւ նրան ընտրել հաջորդ ընտրություններում պետք չէ։ Պարզապես գնացեք Հովանավանք եկեղեցի եւ մոմ վառեք, որ Փաշինյանը մնա միշտ, որովհետեւ կա Փաշինյանը, կա Հայաստանը, չկա Փաշինյանը, Հայաստան էլ չկա։ Եվ ինչին է մեզ պետք այդպիսի Հայաստան առանց Արցախի, առանց Արարատի, առանց հույսի, միայն Փաշինյանով։ Փաշինյանը դա Հայաստան է եւ վերջ։